Երեկ Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջել ռուսական առաջին ալիքով հեռարձակված իրենց բառերով սադրիչ սյուժեի համար։ Սադրանք Բաքուն համարում է Ադրբեջանի քարտեզի ցուցադրումը, որի վրա առանձնացված է Լեռնային Ղարաբաղը։ Այդ երկրի արտգործնախարարությունը պնդում է, թե աղավաղված է քարտեզը։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո։ Արման։ Բարի երեկո Ալբերտ։ Արման, Ադրբեջանի կոշտ արձագանքը պարզապես հերթական նյարդային պատասխաններ, թե այստեղ Բաքվի ավելի խոր անհանգստություններ են երևում։ Ալբերտ, կարծում եմ, որ Բաքուն իրականում խիստ անհանգստացած է, որովհետև եթե սա լիներ ընդամենը տեխնիկական վրիպակ, ապա դրան արտգործնախարարության մակարդակով չէր արձագանքի։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դա անվանել էր լուրջ սադրանք ու անընդունելի քաղաքական մանիպուլյացիա եւ Մոսկվայից պահանջել ոչ միայն բացատրություն, այլ նաեւ քայլեր, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Այս արձագանքը ցույց է տալիս, որ Բաքուն թեման շատ ավելի լուրջ է ընկալում, քան պարզապես մեկ հեռուստաեթերի սխալ, ու դա իհարկե պատահական չէ, ադրբեջանական մեդիան, հատկապես իշխանամերձ վերլուծական կենտրոնները գրում են, որ խնդիրը կարող է լինել ոչ թե ալիքի խմբագրական անփութությունը, այլ այն, որ Ռուսաստանում դեռ կան շրջանակներ, որոնք մինչև վերջ չեն ընդունել 2020 թվականից հետո ձևավորված իրողությունը ու շարունակում են Ղարաբաղյան խաղաքարտը պահել շրջանառության մեջ։ Այսինքն Բաքվի այս իրական ջղաձգման պատճառը ըստ էության այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ռուսական քաղաքական հիշողությունից ամբողջությամբ դուրս չի եկել։ Բավական, այսինքն Բաքուն վախենում է, որ Ռուսաստանում թեկուզ ոչ պաշտոնական մակարդակում Լեռնային Ղարաբաղի հարցը այսպես փակված չեն համարում։ Այո, Ալբերտ, հատկապես, որ ռուս-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգությունը վերջին շրջանում ակտիվացել է, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի հարցը ներկայացնի որպես վերջնականապես փակված թեմա, բայց նման դրվագները, քարտեզները, հին ձևակերպումները, ռուս պատգամավորների հայտարարությունները ցույց են տալիս, որ ռուսական դաշտում թեման երբեմն վերադառնում է օրակարգ։ Մի դեպք հիշեցնեմ, այս տարվա փետրվարին ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը, որում նա քննադատել էր Ադրբեջանին այն բանի համար, որ Բաքուն դատում եւ ծանր պատիժներ է տալիս Արցախի նախկին ղեկավարներին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ Զատուլինը խեղաթյուրել է այդ դատավճիռների բովանդակությունը, օգտագործել է անընդունելի ձևակերպումներ ու հանդես եկել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Բաքվի արտաքին գերատեսչությունը նույնիսկ դիվանագիտական նոտ է հղել ռուս քաղաքական գործչի այդ հայտարարության համար։ Բացի այդ, մարտի 23-ին Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությունից պարզաբանում էր պահանջել Մարիա Զախարովայի խոսքերի համար, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչներ քաղաքականությամբ են զբաղվում ու ակնարկին, որ նրանցից ոմանք նախկինում կարող են կապված լինել խորհրդային KGB-ի հետ, Զախարովան մի պահ շեղվել էր թեմայից ու հիշատակել Հեյդար Ալիևի անունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էլ դա անընդունելի էր անվանել եւ հայտարարել, որ Ռուսաստանից պարզաբանումների է սպասում։ Իդեպ մի կարևոր դեպք է, ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ ասել էր, որ հայ-ռուսական օրակարգում մեջբերեմ ամենազգայուն հարցը մինչ հիմա այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ, ինչը Բաքվի մոտ բնական ձղաճուքումներ էր առաջացրել։ Այստեղ շատ կարևոր մի բան պետք է ասեմ, որ մենք չպետք է մոռանանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ձևականորեն, բայց դեռ ուժի մեջ է։ Այդ փաստաթուղթը մնում է հետպատերազմյան կարգավորման հիմնական հղումներից մեկը եւ ռուսական քաղաքական ու իրավական լեզվում այն շարունակում է դեռ գոյություն ունենալ։ Այսինքն, որքան էլ Բաքուն պնդի, որ ամեն ինչ ավարտված է, ինքը շատ լավ հասկանում է, որ այդ փաստաթուղթը դեռ ամբողջությամբ չի անհետացել քաղաքական շրջանառությունից եւ հնարավոր է հենց դա է նրան անընդհատ նյարդայնացնում, որովհետեւ եթե նոյեմբերի 9-ի տրամաբանությունը դեռ ինչ որ տեղ մնում է, ուրեմն Մոսկվայի համար թեման էլ մինչեւ վերջ մեռած չէ։ Աման, այսինքն կարելի է արդեն այսպես պնդել, որ սա ազդակ է, թե Ադրբեջանի այս կոշտ արձագանքը խոսում է նրա մասին, որ Արցախի թեմայի այսպես խորհրդանշական վերադարձը նույնիսկ ռուսական դաշտ փորձում է կանխել Բաքուն։ Այո, Ալբերտ, Բաքուն հիմա փորձում է հարվածել շատ արագ եւ շատ կոշտ ամեն դեպքում, երբ տեսնում է, որ Արցախյան թեման
թեկուզ խորհրդանշական ձևով, բայց վերադառնում է միջազգային օրակարգ։ Իրենց համար խնդիրը միայն այդ քարտեզը չէ, ոչ էլ միայն բառապաշարը։ Իրենց համար խնդիրը հենց նախադեպն է։ Ըստ Բաքվի, եթե այսօր ռուսական պետական ալիքը հանգիստ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի գրությամբ քարտեզը, վաղը այդ թեման կարող է քաղաքական բարձր մակարդակով քննարկման նյութ դառնալ։ Այդ պատճառով էլ ես չէի դիտարկի ոչ թե պարզապես Բաքվի հերթական նեղացած արձագանք, այլ ավելի խոր անհանգստության դրսևորում։ Ադրբեջանը զգում է, որ թեման իր ցանկությանը հակառակ ամբողջությամբ փակված չէ գոնե ռուսական կողմի համար եւ դրա համար էլ հիմա շատ կոշտ ձևով փորձում է կանխել հարցի նույնիսկ ամենափոքր խորհրդանշական վերակենդանացումը։ Իսկ Ռուսաստանից որևէ արձագանք կա թե ոչ։ Ալբերտ, ռուսական կողմից գոնե այս պահին բաց ու հասցեական պատասխանի չեմ հանդիպել, այսինքն առայժմ հրապարակային դաշտում կա միայն ադրբեջանական շատ կոշտ արձագանքը, իսկ ռուսական կողմից լռություն։ Եվ հենց այդ լռությունն էլ կարծում եմ կարող է շատ ավելի նյարդայնացնել Բաքվին։ Ու չնայած պետք է չմոռանալ, որ Մոսկվան այս օրերին զբաղված էր հաղթանակի շքերթի կազմակերպչական հարցերով ու հնարավոր է, որ տոներից հետո լինեն համապատասխան արձագանքներ։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։